Երբ է ավերվել Ստեփանակերտի մայր տաճարը, ինչու է լռում Երևանը, եւ կայացել է Սամվել Կարապետյանի գլխավորած, այսպես ասենք, կառավարության առաջին նիստը կամ հարուստ լինելու լավ կողմերը։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, սրանք այն թեմաներն են, որոնց մասին կխոսենք այսօր։ Նաև Փաշինյան-Աննա Հակոբյան հարաբերություններում արձանագրված նոր ու հեռանկարային զարգացումներին կանդրադառնանք։ Մինչ այդ շնորհակալություն եմ հայտնում իմ YouTube-յան ալիքի հին ու նոր բաժանորդներին, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ։ Իսկ այս նախագծին աջակցելու համար շնորհակալություն Իվան Ավանեսյանին։ Եվ այսպես սկսենք հենց արցախյան թեմաներից։ Թեժ լուրերի առաջին հորիզոնականում մնում է Ստեփանակերտի մայր տաճարի ավերման փաստը։ Եթե օրեր առաջ դեռ կասկածողներ, ավելի ճիշտ հույս ունեցողներ կային, այսօր արդեն փաստերը անհերքելի են, մայր տաճարը իսկապես ավերվել է։ Դա տեղի է ունեցել մարտի 3-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Հետքը ուսումնասիրել է արբանյակային պատկերները, որոնք փաստում են, որ եկեղեցին 2026 թվականի մարտի 3-ի դրությամբ դեռ կանգուն է եղել, սակայն ապրիլի 2-ի արբանյակային պատկերներում արձանագրվում է, որ կառույցը այլևս չի երևում, իսկ տարածքում պահպանվել է միայն սպիտակ սալահատակը, գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ Մշտադիտարկման արդյունքում պարզվեց, որ տաճարը ավերվել է։ Խնդիրը կայանում է նրանում, որ երբ որ ընդամենը օրեր առաջ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին ոչնչացվեցին, մեր գործընկերները եւ մեր գրասենյակի նաեւ մոնիտորինգային թիմը անընդհատ վերահսկում էր մեդիահատարբեր հարթակները, հատկապես ադրբեջանական սոցիալական ցանցերը, տեղեկատվություն, որպեսզի հասկանանք ինչ է կատարվում մայր տաճարի շուրջը, որտեղ արդեն ակնհայտ էր, որ Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումից հետո հաջորդ թիրախը լինելու է մայր տաճարը, քանի որ մի շարք սոցիալական հարթակներում ամիսներ շարունակ կոչեր էր հնչում ոչնչացնելու եւ Սուրբ Հակոբ եկեղեցին եւ մայր տաճարը։ Եվ երեկ երեկոյան մենք ստացած տեսանյութերը փաստեցին, որ եկեղեցին ոչնչացված է։ Պետք է նշենք, որ եկեղեցին մի քանի անգամ վանդալիզմի է ենթարկվել։ Առնվազն տարածքում արված տեսանյութերից պարզ էր դարձել, որ նախկինում եկեղեցու երկու պատուհաններն էին վնասվել, իսկ մինչ այդ եկեղեցու խորանն էր պղծվել ադրբեջանցիների կողմից, դրանից որոշակի ժամանակ հետո աղբամաններով փակել էին մայր տաճարի դռները, իսկ հիմա արդեն երեկ երեկոյան ստացված տեսանյութում ակնհայտ դարձավ, որ մայր տաճարը ավիրված է, եւ սա եւս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ Արցախում հատկապես վերջին ժամանակաշրջանի կառուցված եկեղեցիները գտնվում են ոչնչացման վտանգի տակ, ինչի ընդ որում ադրբեջանական կողմը չի ըրթակցնում։ Ստեփանակերտի մայր տաճարի ավերման փաստին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դրա առթիվ Երևանի լռությանն ու ասել, որ առանձնապես հույսեր չպահենք։ Երևանը գոնե պաշտոնական մակարդակով չի պատրաստվում այս թեման քննարկման հարց դարձնել միջազգային հարթակներում։ Հիմա փորձում ենք ամբողջացնել տեղեկատվությունը, բայց բոլոր դեպքերում դուք ասացիք սա է խաղաղությունը, ես ասել եմ խաղաղությանին չափանիշը որն է, արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդիկ չեն զոհվում, չեն վիրավորվում, Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը եւ քաղաքական անկախությունը Ալմատայի հռչակագրի հիման վրա, եւ մենք որևէ հարցի եւ Ադրբեջանը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերաբերվի այս տեսակետից։ Հաջորդը ես ուզում եմ ասել ուղիղ եւ առանց սենթիմենտանքի, որ ընդհանրապես այս թեմաների նկատմամբ առավել եւս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետեւ նման թեմաները երկսայրի սուր են եւ ինչպես նոր կտակարանում ասվում է, որ մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ
ինչպես նոր կտակարանն է ասում, դատվելու կտակարանը իր ընթերցողներին ասում է դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով որ դատելու եք եւ չափելու եք այն նույն, չափվելու եք այն նույն չափով, ինչ չափով որ չափելու եք։ Այնպես որ մենք կնայենք, կվերլուծենք, ես չեմ կարծում թե մենք մեր նախորդ փորձը հաշվի առնելով դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով եւ սա մի իրավիճակ է, որը մենք պետք է ամբողջությամբ եւ ամբողջական հասկանանք։ Այս թեմայի վրա թույլ տվեք մի փոքր ավելի երկար կանգ առնել, քանի որ ինքը նախադեպային է։ Մանրամասնեմ, թե ինչու։ Նախ հերթական անգամ, ես կասեի մի ավելորդ անգամ համոզվեցինք, որ ազգովի ամենավատ իրողություններին հարմարվելու իմունիտետ ունենք։ Նու սա համարեք լավ նորություն, քանի որ շարունակությունը հաստատ ավելի վատ բաներ եմ ասելու։ Հերթական եկեղեցին քանդելուց հետո անգամ չկա հեռանկար, որ կարող ենք ունենալ բանաձև։ Ինչ պետք է անենք նման իրավիճակում, իսկ իրավիճակը բավական պարզ է։ Մի կողմից ունենք Արցախի ամբողջ տարածքում հայկական հետքը ոչնչացնող Ադրբեջան։ Այո, հենց հայկական, Ալիևը հաստատ չի մտածում, թե հիմա Արցախից վերացնում է, ասենք, Քոչարյանի կամ Սարգսյանի կամ չգիտեմ ում հետքերը, ում չեք սիրում։ Ինքը Արցախը մաքրում է հենց հայկական հետքից։ Իսկ մյուս կողմում ունենք պաշտոնական Երևան, որը այս պահին առնվազն հայտարարում է, որ պաշտոնապես չի բողոքելու։ Արդյոք իսկապես թեմայով մտահոգ հատվածը պատկերացնում է, թե ինչ պետք է անի նման իրավիճակում։ Առայժմ ցավոք նման զարգացում չի երևում, անգամ դրա հեռանկարը չի երևում։ Հա, քանի չեմ մոռացել, իսկ ինչու եմ ասում եւ ամեն դեպքում վստահ, որ սա նախադեպային պահ էր։ Դե հենց նույն Փաշինյանի պատասխանի պատճառով մարդն ասաց, որ այո, եկեղեցին կարծես ավերել են, դա լրացուցիչ կճշտեն, բայց չեմ կարծում, թե դա ինչ որ բան կփոխի, բայց դրա դեմ Երևանը չի բողոքի։ Դե իսկ ինչն է խանգարում, որ Ադրբեջանը քանդի Արցախի տարածքում գտնվող մյուս եկեղեցիներն էլ, ոչ միայն նոր, այլև հին։ Ի վերջո, թույլտվությունը արդեն կա, բանավոր։ Ուժեղ Հայաստանը նորից անդրադարձել է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային թեմային։ Սերտիֆիկատի փոխարեն բնակարանաշինություն է առաջարկում Նարեկ Կարապետյանը։ Երևանում պետք է կառուցվի թաղամաս, որտեղ մեծամասամբ կապրեն արցախահայերը, որպեսզի պահպանեն իրենց բարբառը, մշակույթն ու սովորույթները, ասել է նա ներկայացնելով նախընտրական ծրագիրը։ Վերադարձի թեմային անդրադառնալն այս պահին նպատակահարմար չի գտնում։ Մենք պետք է վստահ լինենք, որ նրանց վերադարձն Արցախ կլինի անվտանգ եւ որ նրանց իրավունքները կհարգվեն։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք գտնվեն գերու կարգավիճակում։ Երբ վստահ լինենք, որ նրանց կյանքն Արցախում անվտանգ կլինի, մենք կգնանք նրանց Արցախ վերադարձի ճանապարհով, նշել է Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը յուրովի կառավարության նիստ է հրավիրել, հայտարարել է, մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով, հանուն հայերի համար փոփոխությունների։ Կարապետյանը գույքագրել է, ինչ վիճակում է այսօր Հայաստանը իր գնահատմամբ եւ ինչ պայծառ ապագա է խոստանում ինքը։ Շատ շուտով մենք մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա։ Մենք պետք է միասին ապահովենք մեր երկրի սրընթաց զարգացումը, բայց նախքան քննարկելը զարգացման process-ները, ես ուզում եմ այսօր ֆիքսենք ինչ ենք մենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից։ Ժառանգում ենք կորսված երկրորդ հայրենիք։ Հայաստանի ինքնիշխան տարածքում օկուպացված տարածքներ Ադրբեջանի կողմից։ Արյունալի պատերազմի հետևանքով մի քանի անգամ մեծացրած եռաբլուր։ Մեր հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով բացարձակ կորցրել ենք վստահությունը դաշնակիցների կողմից։ Իսկ ինչ ենք անելու մենք ապահովելու համար սրընթաց զարգացում։ Առաջին հերթին 24 ժամյա աշխատանք
ունենալու ենք միասնական եւ ուժեղ հասարակություն։ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում։ Արտարությունը, արտարադատությունը, մարտասիրությունը գերակա է լինելու մեր կյանքում։ Եվ ինչպես խոստացել էինք, ունենալու ենք երաշխավորված ռեալ խաղաղություն, ինչը ես նույնպես երաշխավորում եմ։ Անձամբ ինձ այս տեսանյութից ամենաշատը տպավորեց սեղանին Հայաստանի դրոշների առատությունը եւ թանկարժեք սեղանի շուրջը շեֆի ամեն խոսքին ի նշան համաձայնության գլխով անող ապագա падգամավորների եւ նախարարների բազմությունը, իսկ եթե մի քիչ ավելի լուրջ, ապա այս մուտքը ամրապնդեց առկա տեսակետը, որ գործ ունենք հերթական մարդ կուսակցության հետ, որտեղ ամեն ինչ որոշում է մեկ մարդ, եւ եթե ընտրություններում հաջողության հասնի, արդեն ինքը կլինի որոշողը ամբողջ Հայաստանում։ Բայց միայն զարմանալ կարելի է մեր ընդդիմության համառության վրա։ Նախորդ ընտրություններում համոզվեցին, որ ուժեղ տղա խաղալու տրյուկը չի անցնում, Քոչարյանը փորձեց ու պարտվեց։ Հիմա նույն խաղաքարտը փորձում է խաղարկել Սամվել Կարապետյանը, որը Քոչարյանից գուցե ավելի հարուստ է, բայց համաձայնեք խարիզմով, անցած ճանապարհով ու հեղինակությամբ, գուցե լավ, գուցե վատ, հաստատ նրան զիջում է։ Բայց վերադառնանք Կարապետյանի առաջին, այսպես ասած, կառավարության նիստին, արդեն գործնական ծրագրեր են առաջ քաշվել, եթե կարճ խոստանում են ընտրություններում հաղթելու դեպքում Հայաստանը դարձնել հարկային դրախտ։ Նարեկ Կարապետյանը կներկայացնի, ինչ քայլերով կապահովենք Հայաստանի տնտեսության սրընթաց զարգացումը։ Շնորհակալ եմ խոսքի իրավունքի համար։ Ինչ ծրագրեր ունենք մենք մոտակա ժամանակաշրջանում։ Երկու շաբաթվա ընթացքում առաջարկվելու ազգային ժողովին օրենք, որով փոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից։ Դա ապահովելու է 5 տարվա ընթացքում 50,000 նոր աշխատատեղեր։ Կուզեի նաև նշել, որ մենք 300,000 նոր աշխատատեղեր ենք ստեղծում մեր հայերի համար, բայց Փաշինյանի կառավարությունը արդեն բացել էր Հայաստանի դռները 300,000 ադրբեջանցիների համար։ Երկրորդը, միջին բիզնեսի համար եւ նաեւ մեծ բիզնեսի համար մենք ապահովելու ենք տնտեսական այնպիսի պայմաններ, որ մեր երկիրը ամենամրցակցայինը լինի տարածաշրջանի բոլոր երկրների հետ համեմատած։ Օրինակ, միջին բիզնեսի համար կստեղծվի Հայաստանում տեղայնացնելու ծրագրեր, հայկական արտադրանքը զարգացնելու ծրագրեր, որ մեր երկիրը ներմուծումամբ չզբաղվի, այլ տեղում արտադրի։ Հայաստանը վերաարդյունաբերականացնելու համար մեզ պետք է մեծ օտարերկրյա ներդրումներ, որը մենք ապահովելու ենք շատ կարճ ժամանակում։ Առաջիկա մի քանի հանդիպումների ժամանակ մենք սկսելու ենք ներկայացնել մեր տնտեսության զարգացման նոր ծրագրերը, որը իմ կարծիքով հեղափոխական է լինելու Հայաստանի կյանքում։ Հարկերի թեմային անդրադարձել է նաև Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ոչ միայն հարկային դրախտ չի խոստանում, այլև սպառնում է երկնային դրախտի երկրային ներկայացուցիչներին, ասել է թե հոգևորականներին, տանել հարկային դժոխք։ Դե ինքը չասած դժոխք, բայց համաձայնեք, որ պատկերավոր է հնչում հատկապես բարձրաստիճան հոգևորականների պարագայում։ Չի օրինակ պետքա եկեղեցու համար ներմուծվող սուրճը կամ չգիտեմ, հիմա ես վախենամ տողերի մեջ սխալվեմ, ինչ որ մի ապրանք, որը մաքուր ծիսական նշանակություն չունի, խոսքը ոչ ծիսական ապրանքների եւ առարկաների մասին է, չհարկվի, իսկ մյուս դեպքերում պետքա հարկվի։ Իսկ ինչու պետքա մենք Հայաստանի ծառայքելական եկեղեցու հետևորդները չիմանան, որ օրինակ մոմի վաճառքը ինչքան շրջանառություն է ապահովում, հետո ինչ են լինում այդ փողերը։ Դա նրա համար է, որպեսզի օրինակ Կտրիչ Ներսիսյանի զարմիկները բանով G դասի Mercedes-ով պատտվեն, թե դա եկեղեցու կարիքների համար է։ Այդ թվում մյուսները, ով, չգիտեմ, հիմա ես կոնկրետ օրինակ եմ բերում, դուք կարաք եւս 6 օրինակ բերեք, իմ օրինակը չի բացառում որևէ մեկին, որովհետեւ հարցը սկզբունքի մեջ է։ Սկզբունք պետք է կիրառվի, երկրում պետք է լինի թափանցիկություն։
պաշտոնյաները պետք է գործեն թափանցիկ եւ հաշվետվողական հոգեվոր ծառայողներ եւ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգ ենք ընդունել, որը բացառություններ չի անում։ Եվ իմիջայլոց այդ չվճարումների պատճառով հոգեվորականները բազմաթիվ այսօր չեն կարողանում օգտվել առողջության ապահովագրության համակարգից։ Ինչու պիտի չօգտվեն այդ մարդիկ։ Լրագրողներն այսօր Փաշինյանին նաև Աննա Հակոբյանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին են հարցրել։ Դե երբ նրանք Գյումրիում համատեղ զբոսանքի դուրս եկան, այս հարցը անխուսափելի էր դարձել։ Փաշինյանը պատասխանեց իր ոճով հարգել է որոշումը, բայց չի համաձայնել Աննայի հետ։ Իսկ վերամիավորվելու հավանականությունը ամեն դեպքում չժխտեց։ Իրական կյանքը շատ ավելի բարդ է, քան թատրոնը, եթե չգիտեք, համոզված եմ, եթե միջևի չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք։ Երբ որ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ, եւ ես բնականաբար այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա եւ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում եւ ուրախ եմ, որ եւս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի։ Անկեղծ չի լինի, եթե ասեմ, որ նման շրջադարձը անսպասելի էր։ Դեռ ավելին շատերն անոնցավորում էին, որ դա կլինի հենց ընտրություններից անմիջապես առաջ։ Եթե դուք եք այդպես մտածում, շատ չեք սխալվել։ Հիմա արդեն կարող եք անգամ պատկերացնել, թե սիրող զույգը որ եկեղեցում կարող է պսակվել, թեկուզ էր միացնում։ Փետրվարի 28-ից ապրիլի 14-ը Իրանը տարածաշրջանի երկրների վրա անօդաչուներով եւ հրթիռներով հարձակվել է մոտ 8700 անգամ։ Այս վիճակագրությանը նայելիս ակամա մտածում ես, տեսնես Նախճեվան հասած դրոնները Իրանի հաշվարկի մեջ էին, Իսրայելի, Թուրքիայի, թե հենց նույն Ադրբեջանի։ Այդ դրոնների տերերը այդպես էլ հայտնի չդարձան, ու դա կարծես նորմալ է, դրոնները եկան, խփեցին օդանավակայանին, մի քիչ իրարից նեղացան Բաքուն ու Թեհրանը, հետո վերջ, կարծես ամեն ինչ կարգին է։ Հայ այսպես։ Իրանի դեմ հարձակումները պետք է վերսկսվեին ըստ էության 3 ապրիլի 22-ին, բայց Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարի երկարաձգման մասին, նշելով, որ Թեհրանում կան տարաձայնություններ խաղաղության պայմանների շուրջ եւ ժամանակ է պետք միասնական դիրքորոշման համար։ Մինչ այդ նոր միտում է նկատվում, Ամերիկան ու Իրանը սկսել են նավեր գրավել ու հերթական տաբուն է հանվում միջազգային հարաբերություններից։ Պատկերացնում եք ծովահենություն պետական մակարդակով, ոչ ռազմական նշանակության հսկա նավերի գրավումը այլ կերպ դժվար է բնութագրել։ Ներկայացվող կադրերում Իրանի կողմից նավի գրավումն է, բայց հավատացեք, պակաս էպիկական չեն նաև ամերիկյան ուժերի կողմից իրանական նավերի գրավման կադրերը։ Հայ, այսպիսի անհանգիստ ժամանակներում ենք ապրում, իսկ դուք ասում եք տաճար են ավերում։ Իհարկե կարող ենք հանգիստ լինել, որ մեր հայկական նավերը ոչ ոք չի կարողանա գրավել, դե այն պատճառով, որ մենք պարզապես նավեր չունենք, բայց եթե ԱԹՍ-ների ու հրթիռների հերթական տարափը սկսվի, երաշխիքները շատ չեն, որ այս անգամ էլ բոլորը մեր կողքով կամ գլխավերևով կանցնեն։ Այնպես որ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։